Սիրելի հարազատներ, իմ սիրելի բարեկամներ, ահա եւ սկսվում է նոր տարին։ 2026-ը սպասումներով լի տարի, ինչպես յուրաքանչյուր տարի, ամեն մեկիս համար առանձնակի սպասումներով լեցուն տարի է։ Բայց եւ գաղտնիք չէ, որ այս տարին մարտահրավերներով լեցուն տարի է նաեւ իր առանձնակի կերպով։ Բայց սա հոգ չէ։ Ինչու, որովհետեւ մենք մի մեծ առաքելություն ունենք յուրաքանչյուրս։ Աստված ասում է, այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որովհետեւ որ նրան հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Այս ոսկեղեն համարը մեզնից յուրաքանչյուրին սիրո մասին է խոսում։ Եվ կրկին Սուրբ Ծննդյան առիթով, երբ տարին սկսվում է նրանով, մենք կրկին ապրում ենք սիրո բաղձանքով։ Եվ սիրո մեջ անդադար ու անդադար միաբանությունը, ընտանեկան սերը, ընտանեկան միաբանությունը, ընկերային սերն ու միաբանությունը, այս ամենը մեզ մարտահրավեր չէ, այլ հատկապես հստակ սիրո առաջնորդություն, որի միջոցով մենք կարող ենք կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարել։ Ինչպես պիտի հաղթահարեն մեր սիրելի Արցախի եղբայրներն ու քույրերը, որոնք մեր կողքին են։ Մեր տկար եղբայրներն ու քույրերը, ընտանիքում, մեկ ընտանիքում, հայ ընտանիքում ապրող ամբողջականություն իբրև ընտանիք։ Ահա եւ մեզ համար կարևոր մի խոսք է ուղղում Աստված՝ սիրել միմյանց։ Այնպես ինչպես ինքը սիրեց, որովհետեւ ասում է, մինչեւ ձեր լինելն արդեն նա սիրեց մեզ, այդ փրկությունը նախաձեռնեց։ Եվ երկիր իջավ, մարդացավ ու մարմնացավ, ահա այսպեսի հսկա սերը, ահա այսպեսի հսկա սիրո կերպը, որ Աստված ցույց է տվել մեզ, եւ իր Սուրբ Ծննդյան միջոցով, երբ ամեն մեկս հրաշալիորեն մեկս մյուսին շնորհավորում ենք, այս շնորհավորանքն է, որ տալիս ենք, որովհետև այլևս սատանան իշխանություն չունի, որովհետև այլևս մեղքը, չարիքը չպիտի իշխանություն ունենան, որովհետև այն հաղթահարելը շատ հնարավոր է։ Այն արդեն իսկ հաղթահարման մեջ է, երբ մենք յուրաքանչյուրս նայում ենք մեկս մյուսի աչքին, կողք կողքի ենք կանգնում բոլոր տեսակի բարդություններ լուծելու համար։ Միաբանություն, սեր, եւ այս սիրո միաբանության մեջ, երբ այլևս անձը չէ, որ պիտի գործի, այլ մենքը, այդ մենքը եկեղեցին է, այդ միաբանությունը եկեղեցին է։ Յուրաքանչյուր տարի, երբ սկսում ենք մենք այդ մենքի, այդ եկեղեցու, այդ միաբանության, այդ սիրո մեջ է, որովհետև աշխարհում չէ, որ սերը կա, եկեղեցու մեջ է սերը, որովհետև Քրիստոս եկա, որպեսզի եկեղեցու միաբանության ու սիրո միջոցով ցույց տա, թե ինչ է հատկապես այդ սերը, որտեղ է այդ փրկությունը, մեղքից ազատվելու սերը, մեղքից որ այդ գարշելի կերպով դառնում է մեր կյանքը կարծես թե եւ սիրուց զրկում ամեն մեկից, մեղքի որ դարձնում է մեր եսասիրությունը գագաթնակից եւ զրկում սիրելու կարողությունից, զրկում է նպաստելու հնարավորությունից, տալու ուրախությունից ու բերկրանքից, հատկապես եւ Աստված տվեց ինքն իրեն, նա ինքն իրեն է շնորհել մեզ, նա ինքն իրեն է տվել մեզ, դրա համար էլ մենք ավելին չենք կարող հատուցել, քան իսկապես մեկս մյուսին սիրելու, զորանալու այդ կարողությունը։ Հրաշալի ժամանակաշրջան է կար, եւ երբ Աստված կյանքը տա ու մենք կհասնենք այդ տարվան, այդ տարվա մեր գործունեության մեջ իսկապես այդ սիրո միաբանությամբ լցնենք եկեղեցին, միաբան լինենք եկեղեցով, մեկ սիրտ ու մեկ հոգի լինենք եկեղեցով, եւ այդպես լուծենք մեր կյանքի բոլոր տեսակի խնդիրները։ Թող այս տարին սիրո այդ խաղաղության, բերկրության տարով մեկը մյուսին զորացնի, ել ավելի ուժեղացնի։ Մեկ սիրտ, մեկ հոգի, մեկ միաբանություն եւ այս աղոթքը թող Քրիստոս Աստծո զորությամբ յուրաքանչյուրիս տունը բերի բերկրություն ու շենություն։ Աստված խաղաղորեն բարքի։ Շնորհավոր։